Հռոմի կենտրոնական փողոցների տարբեր անկյուններում հայկական երգն ու պարն է հնչում։ Ապրիլ 24-յան միջոցառումները Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարիպետական անսամբլին Հռոմի Պանթեոնի հրապարակ են բերել։ 101-րդ տարելիցին նվիրված մանիֆեստացիայի կազմակերպիչների կոչն էր ճանաչել հայոց ցեղասպանությունը, նաև իմանալ, թե որն է Թուրքիայի կառավարության ու իշխանության որդեգրած քաղաքականությունը վերջին 101 տարվա ընթացքում եւ հիմա։ Թուրքիայի ոճրագործ կառավարությունները վերջին 101 տարվա ընթացքում չեն փոխվել։ Էրդողանը աջակցում է արևելքում քրիստոնյաների եւ մյուս փոքրամասնությունների սպանդին։ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է հայոց ցեղասպանությունը։ Հայկական Բերդ պարը իտալացիներին էլ է զարմացրել, նրանք էլ լավ գիտեն, Բերդը հայ տղամարդիկ կատարել են ճակատամարտերի ընթացքում, այդ պարով հայ զինվորները նշում էին Բերլինի գրավումը, նաև Արցախի ազատագրումը, Էմանուելե Ալիպրանդին գրեթե ամբողջ միջոցառման ընթացքում Արցախի դրոշն էր ծածանում, ոգեկոչման խոսքեր հղելով Արցախին եւ Հայաստանին։ Ապրիլի սկզբին ականատես եղանք Թուրքիայի եւ Ադրբեջանի համակարգված եւս մի հակահայկական պորտկումի Ադրբեջանի հարձակմանը Արցախի վրա։ Արցախը մենք ենք, Արցախը քրիստոնյա Եվրոպան է։ Իտալիայում մոտ 7000 հայ կա։ Իտալիայի խորհրդարանը հայոց ցեղասպանությունը ճանաչեց 2000-ին։ Իտալիայում Հայաստանի դեսպանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են ցեղասպանության մասին նյութերի ավելի քան 4000 հարցում, մեծ մասը դպրոցներից։ Իմ սերնդի համար ցեղասպանության ամենահուժկու պատասխանը Հայաստանի գոյությունն ու հզորացումն է։ Մեր պայքարը թուրքական ժողովրդականության դեմ ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարտումն է։ Միջոցառումները կազմակերպել էին Իտալիայում Հայաստանի դեսպանատունը, Հայ-իտալական մշակութային ասոցիացիան։ Հռոմում անցկացված միջոցառումների ժամանակ ներկայացվել են նաև ցեղասպանությունից մազապուրծ փրկված եւ հայ մնացած երիտասարդների մասին պատմություններ։ Նաիր Մունադյան, Ժամ լրատվական։